Ողջույն բոլորին, ինչպես արդեն կարդացիք վիդեոյի նկարագրությունում, այսօր ունենալու ենք մեծ unboxing։ Երբ որ ես ասում եմ մեծ, ես նկատի ունեմ մեծ։ Հունիսին ես պլանավորում եմ իմ ամուսնու հետ ճանապարհորդել, ինքը մի քիչ էքստրաորդինար ճանապարհորդություն է, որովհետև մենք համատեղում ենք մեր պսակադրությունը Վենետիկում մեր հանգստի հետ, Մեղրամսի հետ, այնպես որ այս unboxing-ի ժամանակ, այսինքն ինքը unboxing չի, unpacking է, կլինեն երկու հանգստի միքսերը ու դրանց հետ կապված ապարագաներ, բայց հիմնականում հանգստի հետ կապված, չգիտեմ, ասած ընդհանրապես միտք ուներ, թե չէ։ Իդեպ կարող եք շնորհավորել իմ նոր միկրոֆոնը, դրա շնորհիվ ես կարող եմ կամերայից հեռու գնալ ու չգոռալ։ Ասեմ, որ տոպրակներից մեկը, փաթեթներից մեկը ճղված եւ սկոչված է, որովհետեւ իմ քույրիկը մտածել էր, թե դա իր փաթեթն է ու բացել էր, բայց որպես ներողություն ինքը նորից սկոչել է, չնայած ասեցի կարաս չանես, բայց ապրի ինքը։ Չգիտեմ որից սկսենք, մեկը ավելի շուտ ա եկել, մեկը ուշ, եկեք ժամանակային այդ բանը պահենք, որ առաջինն ա եկել, դրանից սկսենք։ Ծանրությամբ նույնն են, առաջինը էս ա եկել, ես այստեղից արդեն ճղեցի ու առաջինը ինչ որ տեսնում եմ, ինձ արդեն ուրախացնում է։ Ես հիշեցի, թե ինչա, մեծ մասը մոռացել եմ, ինչ եմ պատվիրել, այնքան շատ բան եմ պատվիրել։ Մեծ պայուսակ, այո, ինձ նման պայուսակ պետք էր, որտև մեր հանգիստը լինելու է ծովափնյա ու ուզում էի, որ սենց մի հատ ուսին գցելու կտոր է պայուսակ ունենամ, որ ոնց էր ծովափի իրերը հետը ստանեմ, մանտամ, վաու, փաստորեն էլ Իսիշ մեծ լավ իմաստով է մեծ Այս ինչ տարողունակ, մի հատ խնդրում եմ ուստեղ ներսից էլ գրպանիկ կա ու դրսից էլ գրպանիկ կա Excuse me Այս սաղ unboxing-ը այս մի պայուսակի մեջ կթեղավորվի Շատ լավն է, ես իրան Չէ, մեծ է շատ ուզում եմ ասել, ես իրան Երևանում էլ կբռնեմ, բայց երևի չէ։ Շատ լավն էր, անցանք առաջ, բայց մինչև առաջ անցնելը ուզում եմ ձեզ հորդորել, բաժանորդագրվել ինձ, որովհետև իմ YouTube-ը նոր սկսում է ակտիվանալ, ես իրան նոր եմ բացել, բայց լավ հետևում եմ, անդադ հավես հետաքրքիր վիդեոներ եմ տեղադրում, եթե ձեզ հետաքրքիր է հայկական YouTube-ը, ուզում եք կամաց հայկական վիդեոներ դիտել, որովհետև ոնց հասկանում եմ YouTube-ը հիմա Հայաստանում լավ ակտիվանում է, կարող եք սկսել ինձնից, մենք կդառնանք լավ ընկերուհիներ, սենց հավես unboxing-ներ կանենք, make-up-ի հետ վիդեոներ կանենք, make-up-ի հետ կապված վիդեոներ կանենք, մի խոսքով, լավ անցնելու։ Բացի հետ կարող եք նաև բաժանորդագրվել իմ Instagram-յան էջում, Instagram-ս վաղուց եմ արդեն վարում, մի խոսքով, անցանք առաջ։ Վաու, ես գիտեմ, թե սա ով է, շորերը փորձելու եմ իդեպ, քանի որ սա YouTube-ն է, կարող եք մեզ թույլ տալ, վաու, ուզում էի մի հատ զգեստ, որը կարող եմ կրել լողազգեստի վրայից, որպեսզի ծովափ գնալուց, հետ գալուց, այնպես չլինի, որ մենակ լողազգեստով լինե, ուղղակի վրայից ինչ-որ բան գցեմ ու լինի օքեյ, քանի որ շատ արևա մի քիչ ինձ խանգարում է, բայց փորձենք մի հատ նայեք, ինքը թափանցիկ է, բայց Так и должно быть։ Հիմա մի հատ սենց ուղղակի վրայից հագնեմ։ Դեմու հետև ունի, որ երկարությունը տեսնենք, որ շատ կարճ չի։ Նած էլի եմ ասում, հագնելու եմ լողազգեստի վրայից։ Всё, ընտիր։ Առաջի երկուսը լավ ենք սկսել, հուսանք տենց էլ կշարունակվի, հաջորդը Երևի սրան ամենաշատն եմ սպասել անկեղծ, ինքը շալվար է, դեմ երևում է, ինքը պիժամիկային շալվար է, բայց ես պլանավորում եմ իրան հագնել դուրսը ու ոչ միայն ճանապարհորդության ընթացքում, այլ նաև ստեղ Երևանում, սենց լայն երկար թիշերթների հետ, որ ինքը սենց հավես ֆան շալվար լինի, որոշները դրա կարող է պատվիրեմ որպես պիժամիկ, ես իրան պատվիրեմ որպես
շալվար, ու մենք իրան հիմա կհագնենք։ Իդեպ կարող եք նախորոք անտիռազվիացին խմել, որտեղ այս վիդեոյում շատ ալինելու վարդագույն գույնը, but it's okay։ Հեսա փորձեմ ու ձեզ ցույց տամ։ Շատ cute է, մի հատ խնդրում եմ։ Երկար է, ոնց հասկացաք։ Կարելի է երկարությունը սենց կառավարել, բայց չէ։ Cute է, երևանյան ամառվա դեմ հնարավոր է միայն սենց պայքարել։ Հակս մնա մինչև հաջորդ շալվար էլի, որտեվ հեսա լիքը գալու են։ Ես էլ է շալվար, այսքան նորից պետք է փոխվեմ։ Ոչինչ լավ։ Las Vegas։ Ինքն էլ ես նույն տրամաբանությամբ եմ պատվիրել, որ թիշերտների տակից հագնեմ, որտեղ ես անցած ամբողջ ամառ ջինսերով էի ու ահա որ ափսոսում էի, թե փոշմանում էի, որ սենց մի բան չեմ նախատեսել մինչև ամառը, որտեղ իրոք սրանք փրկություն են։ Լավն է։ Սրա երկարությունը ավելի ճիշտ է, այն մեկը մի քիչ ոտքերից տակ էր ընկնում, բայց էլի շատ ֆան է ու էսի գրպաններ ունի տարբերություն են մեկին։ Գոհ եմ, ես հլվոր ամեն ինչ շատ լավ է գնում, պատվերները Թեմուից են իդեպ, այնպես որ եթե ուզեք, կարաք սկրին անեք ու գտնեք Թեմույով, բնականաբար բոլորի կոդերը չեմ կարող թողնել։ Մի հատ cute բան պատմեմ, ես ամեն ինչի հետ կապված, ես Instagram-ում նաև վիդեոներ եմ գցում, որ որոշել եմ, ամուսնանում եմ ու պատմում եմ կամաց, ոնց որ նշանադրությունից սկսած պատմում եմ մեր պատմությունը, որ վերջում գամ նրան, որ մեր հարսանիքը որոշել ենք անենք Վենետիկում ու հլը տենց մաս եմ գցում ու ընթացքում արդեն իսկ ինձ գրում են տարբեր կազմակերպություններ, առաջարկում են բարտերային տարբերակով ինձ հարսի պար սովորացնել, զույգի պար սովորացնել, մազերիս հետ կապված, մի խոսքով ամեն ինչ, այնքան cute է, ես բնականաբար բոլորին պատասխանում եմ, որ բարի ձեզ կներեք, մեր հարսանիքը երկրում չի լինելու, կարիքը չկա, մերսի շատ, ու չգիտեմ, շատ cute է։ Էլի դեմ չեմ բարտերային համագործակցություններին, եթե դա փոխշահավետ համագործակցություն է, բայց հասկանալով ֆորմատը, այնպես բաներ առաջարկեք, օրինակ մինչ հարսանեկան խնամք, չգիտեմ, ծառայություններ կամ սենց հագուստ, ես ընտեսիրուն գավազներ կանեմ, չնայած չգիտեմ YouTube-ով կազմակերպություններից գնային թե չէ, էսի ինչ-որ մայկա է։ Ես հիշում եմ, որ ինչ-որ հետաքրքիր տեքստերով մայկաներ էի պատվիրել, բայց դար ոչ հիշում եմ, ոչ գույնը, ոչ ինչա գրած, ոչ։ Ինձ կներեք, իմ հեռախոսը հենց նոր ինձ հայտնեց, որ ինքը գտնվում է բարձր ջերմաստիճանի տակ, այո, արևի իրա վրա էր ընկնում ու անջատվել էր, ոչ թե անջատվել էր, այլ տենց ինչ-որ սոս ռեժիմի տակ էր, որ պետքա սառի նոր աշխատի, տարա իրան սառնարան դրեցի եկա, դրա համար մի քիչ առաջ եմ ձեզ բերել, բայց ինձ թվում է դրանից ոչինչ չի փոխվել, ուղղակի մի քիչ կարող է լուսավորությունը լավ չլինի, չես էլ բարևի տակա։ Այս գազան մայկային էինք ասել, I support women's rights and wrongs, ուրեմն սա անգլերենով բառախաղ է, անգլերենով rights-ը եւ կլինի ճիշտ եւ կլինի իրավունքներ, այսինքն այստեղ գրված է բառացի, ես ոնց որ պաշտպանում եմ կանանց իրավունքները եւ սխալները կամ ճշտերը եւ սխալները։ Մի խոսքով, այո։ Անտիր, այս լոզունգով էլ կշարունակենք վիդեոն, հա, ու բարև, բնականաբար գտնվել ենք արևի տակ ու ես պատվիրել էի գլխարկ, ուզում մտածում էի են սենց գլխարկներից պատվիրել, չգիտեմ ոնց են կոչվում պանամկա, միագի գլխարկից մի խոսքով, բայց վերջում կանգ առա այս տարբերակի վրա, սենց քյուրի-բուրի գրիայով, գիտեմ, վերքեմ փոքրացնեմ, ես այս կեպիները չեմ հասկանում, իմ ականջները լոշտակ չեն, բայց միշտ ոնց որ լեզու չգտնենք կեպկեքի հետ, իրանք պետքա լինեն կեպկայից դուրս, թե ներս, մի խոսքով այս կրինժը, անցանք առաջ, չէ լավն է, պրոստը հետո կհասկանամ էլի լեզուն, մի տեսակ այս մասն էլ մի քիչ սենց հասկանում եմ, որ ճանապարհից հայկել դրանից է, բայց պետքա մի հատ
մի ձև կլորացվի։ Սա ինչ է։ Girl, սա կոպալնիկ է։ Ուզում եմ մի հատ լիներ կպած, իրար կպած կոպալնիկ, ու սա դայա, մի տեսակ ինքը ասենց անհասկանալի ձևի է, բայց մի օտարվես պատկերացրեք, որ այս մասը ասենց կպած է լինելու, այս մասը բաց, ու ինքը մի թևով է, ու այս դիմացն էլ ասենց cute։ Մի խոսքով լավ։ Նկարը կկպցնեմ, տեսնեք, այս չենք փորձելու բնականաբար։ Այս ինչ է։ Լավ է, չէ, ես եմ պատվիրել։ Քուրս։ Այո, դուք դեռ չեք եղել Rosvi overdose։ Ոչինչ, կլինեք։ Այս շորտիկից ես ունեմ, նույնի կապույտ ունեմ մի վայրկյան։ Կներեք, ես մի հատ դադար տվեցի, նայեցի իմ նախորդ նկարած մասը, որտեվ այդ շորը, որ հագել էի, միկրոֆոնս մնացել էր տակը, ու ես, քանի որ այս միկրոֆոնս նոր եմ սկսում սովորել միկրոֆոնով նկարել, որ ուշադրություն չէի դարձրել, բայց գազանը լավ եմ ձայնագրել էր, հենց որ անցանք առաջ, ձեզ շորտիկս էի ցույց տալիս։ Այս ես հանգիստ Երևանում հագնում եմ։ Կհագնեմ նաև սա։ Փոխվեմ ցույց տամ, այս տեղին է ոնց որ փոխենք, էլի։ Գազանություն։ Այն ինձ եմ ուրախանում, որ ամառը գալիս է։ Եթե դուք մտածում եք, որ սա պիժամիկ է, ուրեմն դուք ճիշտ եք մտածում։ Պրոստը ես պիժամիկը դուրսն եմ հագնում։ Անցանք առաջ։ Ոյ, ինչ է մնացել այստեղ։ Օ, այս վայրենի արնախումը։ Ուրեմն ես ուզում եմ, որ մեր ճանապարհության ընթացքում գոնե ինչ-որ պուպուշիկ շորիկ լինի, որ եթե ինչ-որ ռեստորան գնանք, ես ինչ-որ տենց բան ունեմ, բայց էլի ոճը ամեն դեպքում մնա ամառային ծովափնյա, ինքը սենց մի բան է։ Ճիշտն ասած, ես ավելի սպիտակ է ես մասը սպասում, ինքը մի քիչ դեղնոտ է, փորձեմ։ Լավ, եկեք ես Ալարում եմ զգում եք, եկեք այստեղ շատ քիչ բան է մնացել, նայենք ինչա, նորեցի փորձեմ ու կանցնենք այն մյուս փաթեթին։ Սա ուրեմն, չգիտեմ, հիմա համացանցում լավ ակտուալ է դարել, ինչ-որ կուտիկուլան մաքրելու քար է, չգիտեմ ինքը ոնց է աշխատում, բայց դրանով կարաս ինքդ տան պայմաններում կուտիկուլան անես, խոսքով լավ։ Երկու հատ պատվիրել եմ, էլ ինչա, այս զարդա, ես անգեղ զարդայից ավել եմ ուրախանում, այո, հիմա ուղղակի իրեմ, որ գցեմ միկրոֆոնին կչխչխկա ու կխանգարի, բայց դուք մի հատ զգացեք։ Օ, սա ականջող է, հարսի լուքի համար ականջող էի պատվիրել, բայց չգիտեմ, հիմա մտածում եմ երևի պրեգոմեշի սեմ բանտիկները կդնեմ, բայց թող լինի էլի տունը, նայք ինքու միացենց գազանություն է, սա դնեմ տեսսը։ Քանի որ իմ զգեստը ինքը սենց է, իմ մազը ճիշտ կլինի, որ թափված լինի, իսկ ես ականջողերը ավելի շատ հավաքած մազերի օղեր են, գիտեմ լսվում է, թե չէ։ Բայց ամեն դեպքում կմնան ուրիշ ինչ-որ առիթի կկրեմ, անկեղծ եմ ասում, այսքան բանի մեջ հələ մի հատ հիասթափություն չի եղել, սաղ կյանք են։ Այստեղ էլի բան մնաց։ Այս վերջինն է, հա, սա վզնոց է մարգարիտներով, ես այնց ամեն ինչը մարգարիտներով լուք էի պատկերացնում, չնայած շատ ճերմակ վզնոցը, սա իմ զգեստի հետ չի լինի, իմ զգեստը մի քիչ տաք սպիտակ է, մտաղեկը կասեմ տաք սպիտակը, որն աղջիկներ կհասկանաք դուք, տղեն վաբշեխյանն եմ ես լուք։ Հա, մի խոսքով ինքը սենց մանր ու հաստ մարգարիտները սենց իրար մեջ կապած, ես իրան կկրեմ սովորական կյանքում չեմ կրի հարսանիքից, որովհետև իմ մաման իրա իսկական մարգարիտներով վզնոցը կտա, ես այդ օրը կկրեմ, ես շատ այդպես սիմվոլիկ բաներ սիրում եմ, սպասեք հիմա ցույց տամ այդ մարգարիտներով վզնոցը, շատ համեմատեք էլի, ասենք ոնց կարելի այս կյանք իսկական մարգարիտներով վզնոցը, որը իմ մամային նվիրել է իրա պապանին, պապիկը, փոխել ես
անցանք առաջ։ Հա, այս եմ փորձում ու միանամ ձեզ։ Միկրոֆոնը սենց կպահեմ, ուրեմն ինքը վատը չի, բայց ինքը լավն էլ չի։ Նայեք, ինքը շատ թափանցում է, հիմա որ պտտվեմ այդքան էլ լավ չի լինի, ու այս վասերը ոնց որ թե լայն է, չգիտեմ, բայց ես ոնց որ ամենափոքրն էի պատվիրել, ու այստեղ մի հատ ինչ-որ բան կա, դա տենց կրիտիկական չի, բայց չգիտեմ, մեջքը շատ սիրուն է, մի վերքեմ, իսկական այնա ինչ պատկերացնում էի, բացի այդ թափանցիկ կտորից ու մեկ է չափերից, չգիտեմ, մամաս տենց բաներից հասկանում է, կարա փոքրացնի ինձ թվում է, բայց այդ թափանցիկի պահը չգիտեմ ինչ կարելի անել։ Մենք առաջին փաթեթը հրաշացրեցինք, հիմա կանցնենք երկրորդին, ես ոնց որ դերի մեջ մտնեմ։ Ամփոփելով ամեն ինչ ընտիր է, նախնական ասես որ այնքան բան եմ պատվիրել, դաժե ուզում հասկանամ էլ ինչ եմ պատվիրել։ Ուզում էի ձեզ խորհուրդ տալ, որ մեր նման երկու հանգիստը միաժամանակ չպլանավորեք։ Այդ մեծ դժվարություն է մեր համար, չեմ ասում սխալ է, որտեվ ամուսնանում ենք, դրա սխալը որն է, բայց ամեն դեպքում շատ դժվար է, եթե ունեք հնարավորություն, մի համատեղեք այդ երկուսը միասին, կամ գնացեք հարսանիք արեք եկեք, կամ գնացեք հանգստացեք եկեք, կամ գնացեք հարսանիք եկեք, հետո գնացեք հանգստանալու, բայց երկուսը միասին շատ դժվար է, այսինքն ես հիմա գնում եմ համ հարսանիքի, այսինքն կաբլուկ է ինձ պետք է նաև տափակ կոշիկ հարսի, որպեսզի ես հանգիստ լինեմ օրվա ընթացքում, նաև պետք է մատով չուստ, որտեղ պետք է գնամ ծովա, պետք է նաև բոթաս, որպեսզի այդ քաղաքում զբոսնեմ, հասկանում եք, այ էտա դժվար, որ քեզ համնենց բաներ են պետք, համնենց բաներ ու դրանք միքսելը մի քիչ դժվար է, այդ առումով նկատի ունեմ, որ ասում եմ փորձեք չմիացնել իրար մեր նման, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը շատ զվարճալի է, շատ հավես կյանքի փուլ է, որը բոլորիս կյանքում գալու է, չգիտեմ, աշխատեք հնարավորինս վայելել, որտեվ հետո հիշելու եք, չեք հիշելու, որ լարված էիք, հիշելու եք, որ ինչքան հավես անցավ, նկարներն եք թերթելու, սենց շորերն եք հիշելու, մի խոսքով ավելի շատ աշխատեք ֆիքսվել լավի վրա, բայց այդ զուտ որպես խորհուրդ, եթե պլանավորում եք նման տարբերակ, որտեվ այս վերջերս շատ են տենց անում, անգամ դեպք պատմեմ, որ գնացել էինք հարսիշոր փորձելու, առաջինը որ մտանք, ասացի մինչև փորձել սկսելը նախ ասեմ, որ մենք երկրից դուրս ենք անելու, շորը երկրից դուրս ենք տանելու, եթե օքեյ է, ասին Իտալիա եք տանելու, նենց որ այդ իրանց համար լրիվ օքեյ պրակտիկա էր, այնպես որ եթե պլանավորում եք իմացեք հիմա Երևանում հարսանիք անելը, հատկապես բացօթյա, որտեղ մենք բացօթյա ենք ուզում անել, ավելի թանկ է նստելու, քան որ գնաք երկրից դուրս անեք, անգամ հյուրերով, մենք ուղղակի տենց չենք անում։ Անցանք առաջ։ Ու ես նոր հիշեցի, ասած որ նայեցի ակնոցներից, հիշեցի, որ ես ակնոցներ եմ պատվիրել։ Միակ բանը, որ ես հիշեցի, որ այն փաթեթում կա ակնոցներ։ Կանաչ ու կարմիր, կանաչը երթվում կրինժա լինելու։ Լավ, всё, ոչ մի սպոյլեր։ Ոչ մի։ Եթե ինչ, ես հակա ամենահավանածս տարբերակները, այ մոտավորապես սենց եմ պլանավորում հագնել քաղաքում, բայց ոնց տեսնում եք, վարդագույնները իրար գույնի չեն, բայց դες մեկ չի, ինձ մեկ է, անցանք առաջ։ Երթում եմ, ես վաբշե սենց տոքսիկ մարդ չեմ, ովքեր ինչ ճանաչում են գիտեն, ես կյանքում, ասենք ես չգիտեմ, մարդ ինչ որ անհարմար իրավիճակում լինի, ես գլուխս կթեքեմ, որ հանգարց ինքն իրան ված չզգա։ Այս վիդեոների ընթացքում ես բաներ եմ անում, մարդիկ գիտեն, ես տոքսիկ եմ։ Ու, ստեղ ինչ որ բոքսեր կան, այսի անբոքսինգ է։ Սա ակնոցներն է, մի հատ ստեղ նայեք։ Այսը որ մեկն է։ Նեք, ես չգիտեմ, ես ինչ ակնկալիքներով եմ իրան պատվիրել, զուտ սենց եմ, որ
Office Sirena։ Ոչ մի օձիվ չկար, անկեղծ եմ ասում, ոչ մի նկար չկար, թե ինքը ինչ տեսք ունի։ Ես մոտավոր գիտեի, որ սենց կրինժ ա լինելու, ես դες զգուշացրել էի։ Իմ սպասելիքները արդարացել են։ 10-ից 10։ Մկրատա պետք գնամ բերեմ։ Արևից չեմ կարողանում փախնեմ։ Գնում գալիս է կամերայիս վրա։ Ոչինչ։ Ինչպես նկատեցիք արևից որոշ ժամանակ անցավ, մինչև ես մկրատը բերեցի։ Ինչ այ մավ։ Օկնոցն է։ Ասենք ես մտածեցի դուրի մեջ օկնոց, բայց փաստորեն օկնոցն է։ Այ ես մեկի հետ ես մեծ հույսեր եմ կապում, ես չեմ մտածում, որ ինքը կրինժ ա լինելու ու հուսանք կրինժ չի լինի։ Դուք վարդագույն եք հիմա իմ աչքերում։ Ստում ա թե ինքը ինձ չէր թվում։ Պետք է սենց լինի, բայց սենց է։ 10-ից 9 հերության համար ու այդ փաթեթավորման, բայց լավն էր։ Այն կանաչի համեմատ, որ սա իմ ապրանքը չէ, սա իմ սիրելի համար եմ գնել։ Փորձարկում չեն կարող անել, բայց ձեզ ցույց կտամ։ Սենց մի հատ գազան էլի սենց թեթև շալվար ու նույնի բեժ տարբերակը իդեալական են, թափանցող չեն, էդի շատ լավ է։ Ահա, պատվիրել էի այ սենց ճանապարհորդական բժշկական տուփիկ, չնայած ճանապարհորդական ասել եւս սխալ կլինի, որտեղ իրան կարող ես նաև օգտագործել մեքենայի համար, մեքենայի բժշկական տուփ որպես ինքը բժիշկ է, իմ ամուսինի, եթե չգիտեք, ամուսին եմ ասում, որտեղ զաքսավորված եք։ Մտօրինակ ասում գնալու ենք ամուսնանանք ու ասում եմ ամուսին, զաքսավորված եք, դրա համար եմ ամուսին ասում։ Ես էլ բժիշկի աղջիկ եմ, դրա համար երկուսս էլ առաջին անհրաժեշտության ամեն ինչ հետներս վերցնում ենք, երբ որ երկար ժամանակով տեղ ենք գնում, այնպես որ սա շատ լավ բան է, ի նկատի ունեցեք։ Սրա վարդագույն էլ կար, բայց կարմիրը ոնց որ ավելի հեշտ է ճամբրուկում, արագ գտնելը, իզուր չի որ կարմիրը օգտագործվում է տենց շատ արագ արձագանքելու իրավիճակներում։ Այս էլ է Սերժի հետ կապված, իր համար լողազգեստ եմ պատվիրել, չգիտեմ չափերը կլինեն թե չէ, չնայած ռեզինով է, բայց ամենափոքր չափն եմ պատվիրել, այսքան։ Ის ինչո՞։ Որպեսզի ներսի երեխան ուրախանա, ես պատվիրել էի տատուներ ձեռքերի համար, մարմնի համար, որպեսզի այնտեղ օգտագործեմ, դաժե օգտագործեմ ստեղ Երևանում ամառը, ձեռքերիս հավես բաներ լինեն, նախշեր, հեսա ցույց կտամ նախշեր, չգիտեմ ինչ ա եկել, էսի շորերի համար է, յոխ, մի հատ նայեք էս սիրուն նախշերին, փոխենք մեր դիրքը, մի հատ նայեք էլի, ինչ սիրուն նախշերին, եթե սրանք տատուներ լինեին, իհարկե ոչ այսքան մեծ, առաջին բանն էր, որ ինձ հիասթափեցրեց, անցանք առաջ։ Ով է, չէ մայկա է, էլի երևի ինչ որ գրառումով, որտեղ սենց տեսնում եմ։ Մի հատ նայեք։ Կարողացես հակառակ լինի, գրած է Feminist is my second favorite F word։ Առաջինը չեմ ասում որն է։ Ինքը հետևն է, իդեալական, ես սիրում եմ, որ քայլեմ հետևից դա նկատեն, ինչա գրված մեջքից, ես տեն թիշորտներ էլի ունեմ։ Իմ լուքը փոխեցի։ Ես երջանիկ եմ։ Այս մայկայից անցանք առաջ։ Ուջուր բաներ են մնացել ստեղ, այս վապշե, չգիտեի, որ չհիշում, որ պատվիրել եմ, ինքը ոնց թեմայի մեջ չի, էլի, ինքը հատուկ սա նրա Բելլա Հադիդ պրիչոսկա անելու համար ամենաիդեալականն է, որ ոչ մի մաս փորձի ինձնից խուսափել, որտև ես Բելլա Հադիդը սիրում եմ, որ սպորտային պարերով զբաղվող աղջիկների նման լինի, որ սենց գլատկի, հարդ։ Հիմա Սերժը լիներ, կասեր,
հայերեն խոսիր։ Սա իմ համար եմ պատվիրել և ինչ-որ պուճուրիկ բան։ Ես հիշեցի սա, բայց ոնց որ գեշ է։ Սենց նորմալ չի երևում, բայց ոնց որ սիրուն է։ Յատնայք սիրոտ, սիրոտ։ Բավականին ծանր է, ասեմ ձեզ, մետաղական է իր հիմքը, բայց չգիտեմ, կարող է թեթևել լիներ։ Ես սիրում եմ սենց կարճ վզնոցներ, ինչպես հասկացաք, ես սենց շատ երկար չեմ սիրում, երկար սիրում եմ մենակ եթե հատուկ իր ձևն է դա, լուքին համապատասխանում է, բայց հիմնականում սենց կարճերը համարյա չոկեր։ Ես տենց եմ սիրում, իրանք կոչվում են թենիս, ոնց որ թենիս են կոչվում, այդ ձևը վզնոցների։ Եվ վերջում ձեզ այս unboxing-ը ծավ, վերջում ուզում եմ ձեզ ցույց տամ նաև իմ հարսանեկան կոշիկները, որպես էքսկլյուզիվ, որոնք կլինեն միայն YouTube-ում։ Իրանք շատ cute են, էլի պատվերով են եկել, հիմա հագնեմ ճիշտ այս լուքի հետ, բայց մամայի դեմքը երբ որ իրան բացատրում եմ ինչա մայկայից վրա գրված։ Լավ, եկեք իրան հանեմ ցույց տամ, հետո ընդհանուր առմամբ ոտքիս կպատկերացնեք ոնց անից։ Ինքը սենց մարգարիտ է, մարգարիտը հələ որ թեմայի մեջ է, քարերով է, ես չգիտեմ որքանով են իրանք լավ ամրացված, դրա համար շատ զգուշ եմ իրանց հետ, մինչև հարսանիք դիմանան, ինքը շատ հարմար կրունկով, տարբերակ է, ես շատ սրան նման ունեմ, այստեղ ուղղակի ուրիշ ձև է, սիլիկոն է ու քարիկներ են, ոչ թե մարգարիտներ, քով սենց ուրիշ ձև իրանց Իտոլ չեմ կարողանում այստեղ unboxing-ն խայտարակ։ Դե իմ սիրելիներս, այսօրվա համար նախատեսել էի այսքանը, հուսամ որ հավանեցիք, որտեղ շատ մեծ unboxing էր, երևի իմ կյանքում այսքան մեծ unboxing չէր եղել, ու ես էլ որ միշտ մտնում եմ YouTube, մի քանի բլոգեր կան, որ իրանց նայում եմ, ու երբ որ իրանք նոր բան տեղադրած չեն լինում, իսկ ես ունեմ երկար վիդեոյի կարիք, այսինքն չեմ ուզում թերթեմ, օրինակ հաց եմ ուտում կամ մազերս եմ սարքում, մեյքափ եմ անում, ինձ պետք է որ տակից ինչ-որ բան լսեմ, նայեմ, մի խոսքով զգում եմ դրա պակասը, այնպես որ դուք էլ կարող եք ձեր դրա պակասը լրացնել իմ միջոցով, ես աշխատում եմ ստաբիլ հերթականությամբ գցել վիդեոները, հնարավորինս ստաբիլ գցել վիդեոները, այնպես շունչս կտրվում, այնպես որ եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, այ հենց հիմա վիդեոն արդեն նայեցիք, բաժանորդագրվել ինձ, այնտեղի այն կարմիր կոճակն սեղմելու, որպեսզի իմ վիդեոները բաց չթողնեք եւ անպայման չմոռանաք բաժանորդագրվել նաեւ իմ Instagram-յան էջին, այնտեղ ես տեղադրում եմ վիդեոներ ամեն օր, այ այնտեղ հաստատ ոչ մի բանի պակաս չեք ունենա, story-ներով կշփվենք, կտանթանանք, մի խոսքով աղջկական vibe, բայց ասեք օգնոցս դնեմ։ Դե իսկ այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բայց չկորեք, որտեվ ինչպես արդեն նշեցի, առաջիկայում ճանապարհորդական, հարսանեկան վիդեոների պակաս չեք ունենալու։ Դու էլ չմոռանաս այսօր SPF քսել։